Գիրք Ղևտացոց գլուխ 8 Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Առ Ահարոնը և նրա որդիքը նրա հետ, և զգեստները և օծման յուղը, և մեղքի պատարագի զվարակը, և երկու խոյերը, և անխմոր հացի սակառը, և բոլոր ժողովքը ժողովիր ժողովքի խորանի դուռը։ Եվ Մովսեսն արավ Եհովայի իրան պատվիրածին պես, և ժողովքը ժողովեցավ ժողովքի խորանի դուռը։ Եվ Մովսեսն ասեց ժողովքին. Սա է այն բանը, որ Եհովան պատվիրեց անելու։ Եվ Մովսեսը մոտեցրեց Ահարոնին և նրա որդկանցը և ջրով լվացավ նրանց։ Եվ հագցրեց նրան շապիկը, և նրա մեջքը կապեց գոտին, և պատմուճանը հագցրեց նրան և եփուդը նրա վրա գցեց։ Եվ եփուդի ժապավենովը գոտեպնդեց նրան, և նրանով զգեստավորեց նրան։ Եվ լանջապանակը նրա վրա դրավ, և լանջապանակին անցկացրեց Ուրիմը և Թումիմը։ Եվ խոյրը նրա գլխին դրավ, և խոյրի վրա դրավ նրա առաջի կողմից ոսկի թիթեղը, այսինքն սուրբ պսակը, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Եվ Մովսեսն առավ օծման յուղը և օծեց խորանը, և բոլոր նրա մեջի եղածները, և սրբեց նրանց։ Եվ սրսկեց նրանից սեղանի վրա 7 անգամ, և օծեց սեղանը և նրա բոլոր գործիքները, և ավազանը և նրա խարիսխը, նրանց սրբելու համար։ Եվ թափեց օծման յուղիցը Ահարոնի գլխի վրա, և օծեց նրան սրբելու համար։ Եվ Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին և շապիկներ հագցրեց նրանց, և նրանց մեջքերին գոտի կապեց, և նրանց գլխին ապարոշներ փաթաթեց, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Եվ մեղքի պատարագի զվարակը մոտեցրեց, և Ահարոնն ու նրա որդիքը իրանց ձեռքերը մեղքի պատարագի զվարակի գլխին դրին, և մորթեց։ Եվ Մովսեսն առավ արյունը, և իր մատովը սեղանի եղջյուրներին քսեց շուրջանակի, և մաքրեց սեղանը, և արյունը սեղանի հատակի վրա թափեց, և նրա վրա քավություն անելու համար սրբեց նրան։ Եվ առավ փորոտիքի վրա եղած բոլոր ճարպը, և լյարդի թաղանթը, և երկու երիկամունքը, և նրանց ճարպը, և Մովսեսն այրեց սեղանի վրա։ Բայց զվարակը, այսինքն նրա մորթը և միսը և նրա աղբը, բանակիցը դուրս կրակով այրեց, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Եվ ողջակեզի խոյը մոտեցրեց, և Ահարոնն ու նրա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դրին, և մորթեց։ Եվ Մովսեսը շուրջանակի սեղանի վրա սրսկեց արյունը, և խոյին կտոր արավ, և Մովսեսն այրեց գլուխը և կտորները և ճարպը, և փորոտիքն ու ոտքերը ջրով լվացավ, և Մովսեսն այրեց բոլոր խոյը սեղանի վրա։ Սա ողջակեզ անուշահոտ պատարագ էր Եհովայի համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Եվ մոտեցրեց մյուս խոյը, այսինքն ձեռք լցնելու խոյը, և Ահարոնն ու նրա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխի վրա դրին, և մորթեց։ Եվ Մովսեսը նրա արյունիցն առավ, և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, և նրա աջ ձեռքի մեծ մատին, և նրա աջ ոտքի մեծ մատին։ Եվ մոտեցրեց Ահարոնի որդիքը, և Մովսեսն այն արյունիցը քսեց նրանց աջ ականջների բլթակներին, և նրանց աջ ձեռքերի մեծ մատներին, և նրանց աջ ոտքերի մեծ մատներին։ Եվ մնացած արյունը Մովսեսը շուրջանակի սեղանի վրա սրսկեց։ Եվ առավ ճարպը, դմակը և փորոտիքի վրա եղած բոլոր ճարպը, և լյարդի թաղանթը, և երկու երիկամունքը, և նրանց ճարպը, և աջ զիստը։ Եվ Եհովայի առջևի անխմոր հացի սակառիցը մի անխմոր շոթ, մի յուղով հացի շոթ և մի լավաշ առավ, և ճարպերի վրա և աջ զստի վրա դրավ։ Եվ ամենը դրավ Ահարոնի և նրա որդիների ձեռքը, և երերացրեց նրանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ։ Եվ Մովսեսը նրանց ձեռքից առավ նրանց, և սեղանում եղած ողջակեզի վրա այրեց։ Սրանք ձեռք լցնելու համար անուշահոտ պատարագ էին Եհովայի համար։ Եվ Մովսեսն առավ երբուծը, և Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացրեց։ Սա ձեռք լցնելու խոյիցը Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Եվ Մովսեսն օծման յուղիցն ու սեղանի վրա եղած արյունիցն առավ, և սրսկեց Ահարոնի վրա,
եւ նրա հանդերձների վրա, եւ նրա հետ նրա որդիների վրա, եւ նրա որդիների հանդերձների վրա, եւ սրբեց Ահարոնին նրա հանդերձները, եւ նրա հետ նրա որդիներին եւ նրա որդիների հանդերձները։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին եւ նրա որդիներին. «Միսը ժողովքի խորանի դրանը եփեցեք, եւ այնտեղ կերեք այն, եւ ձեռք լցնելու սակարի մեջի հացերը, ինչպես որ ես պատվիրվեցա ասելով, թե Ահարոնն ու նրա որդիքը ուտեն նրանց։ Եվ մսիցն ու հացիցն ավելացածը կրակով այրեցեք։ Եվ 7 օր ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք, մինչև ձեր ձեռք լցնելու օրերի վերջի օրը, որովհետև ձեր ձեռքերը 7 օր կլցնեն, ինչպես որ այսօր արին, Եհովան պատվիրեց ձեզ համար քավություն անելու համար այսպես անելու։ Եվ ժողովքի խորանի դռանը նստեցեք ցերեկը եւ գիշերը 7 օր, եւ Եհովայի պահպանությունն արեք, որ չմեռնեք, որովհետև ինձ այսպես է պատվիրված։ Եվ արավ Ահարոնը ու նրա որդիքը այն բոլոր բաները, որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։